чтобы фотографировать, а интервью, да. Значит, я тоже. Մեր պրոբլեմի մասին դուք տեղյակ եք ամեն ինչ 10 տարի է երկարաժամկետ աշխատանքից հետո 40-ից ավել տարիներ աշխատել են մարդիկ օդաչուներ բերել են երկրին ամեն ինչ ել չեմ ասում շրջափակման ժամանակ եւ զենք են կրել եւ վարելուց ձրի բաժանել ժողովրդին 92-ից 94 թվականի ընթացքում բոլոր այս օդաչուները իրանց աշխատավարձները եւ իմ կինն աշխատել 50%-ով փոխանցել են Ղարաբաղին զենք եւ սնունդ մատակարարելու համար։ Այդ երկարաժամկետ աշխատանքից հետո պրոֆեսիոնալ հիվանդություններ են ձեռք բերել մարդիկ բոլոր այստեղ կանգնած օդաչուներ են դա միջազգային չափանիշներ են միջազգային նորմեր են դա լինի Հայաստան Սովետական միության ռեսպուբլիկաներում դա լինի եւ եվրոպական միությունում դա երկար ականջակալներով աշխատող մարդը ինքնաթիռի մեջ անհնարին առած դրան որովհետեւ գետնի հետ անդադ կապ ունենալ անվտանգությունը ապահովելու համար մարդ խլանում է դրա համար կան մարդիկ որ դա ազդել է սրտի արատների վրա մարդիկ կան որ խլացել են նայած օրգանիզմի հիմի դա հաստատված է որ պետք է փոխհատուցում կատարվի պետության կողմից որովհետև այս բոլոր օդաչուները սրա մի մասնիկն է կանգնած եղել են պետական ձեռնարկություն ոչ թե ինչ որ մի ՍՊ հայկական ավիաուղիները եղել է մեր կառավարության առընթեր վարչություն որը ենթարկվել է մեր իշխանություններին, մեր կառավարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Եթե սնանկ են ճանաչել, եթե անգործունակ է եւ միտումնավոր են սնկացրել իհարկե, այդ հաշմանդամներից փոխհատուցումը պետք է կատարի կառավարությունը, որ առ այսօր չի կատարում։ Մեր մեջ կան հերոսներ, առնակամեղած, դուք ջահելներ եք չեք հիշում, մեր ջիվանը որ ֆրոնտում, ասենց առաջնագծում տեղափոխելով 32 վիրավոր խփելուց գնդակով կպել է թևերից ոտերով առնական բերեց հասցրեց։ Էլ մյուսը յակ 40-ով նույն հրդեհված ինքնաթիռը բերեց հասցրեց մարդկանց փրկեց։ Ունենք 3-4 հատ հերոսներ, ունենք զոհված օդաչուներ, որը ուղեկ գործուղումներ են ել պետության կողմից Իսլամական հանրապետություն, Իրանի իսլամական հանրապետություն, որը զոհվել են, այ մայրը, անչափահաս երեխաները մնացել են աննպաստի, անօժանդակության։ Դա խայտարակություն է այսօրվա երկրում։ Մենք մուրացկան չենք։ 10 տարի է մեր փողերը, մեր հատուցված փողերը չեն տալի։ 10 տարվա բյուջեն բոլորդ գիտեք, տարեկան 3 միլիարդ է, ճիշտ է։ Եթե 10 տարի բազմապատկենք 30 միլիարդ դոլարի մեջ 1 միլիոն դոլարը չգտնվեց վճարել այն մարդկանց, որ այս երկրի կայացման եւ Ղարաբաղի համար լումա ունեն, ամոթայելի վերջո, իրանք լսեն հասկանան։ Մենք մուրացկան չենք, մենք պահանջում ենք մեր արդարացի պահանջը, որ փոխհատուցեն։ Այս մարդիկ ունեն մեծ լունամեր, դա ասել են ազգային ժողովում, կառավարությունում Դավիթ Հարությունյանի, Հովիկ Աբրամյանի շուրթերից, որ մեր օդաչուները ունեն մեծ ներդրումներ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղ հանրության կայացման համար, մանավանդ շրջափակման տարիներին։ Բերել ենք զենք, ասեմ ես չեմ ուզում արտահայտվեմ նորից, զենք, զինամթերք, բերել ենք սնունդ, նավթ ենք բաժանել։ Ես այս Սումգայիթի դուք ջահել եք ջարդերի ժամանակ, ինքնաթիռը 170 տեղանոցը բերել ենք 400 հոգի կանգնած, խալատներով, տապճկեկով, փրկել ենք Բաքվին ավտոմատը մեր ուսերին, փրկել ենք ամեն մի օդաչուն, երևի 1000 հոգուց ավել։ Հիմա հնարավոր է այս իշխանությունը հասկանա մենք ովքեր ենք, ամոթ է, չենք եկել մուրացկանություն անեն։ Օրենք կա, որ օրենքները կատարեք այս երկրում։ Ուրիշ ոչ մի բան, ամոթ է 10 տարի։ Ձեր անուն ազգանը կասեք։